2019 թվականի ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա, հրապարակված է, 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել, այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է, մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, այսինքն դա ինչ է, այդ փաստաթուղթը ընդհանրապես ոնց է արել, ես երեք մի քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ ես նրբությանը չեմ անդրադարձել, որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, ինձ թվում է, թե ամեն ինչի անդրադարձել եմ, այդ 19 թվի փաստաթուղթը ոնց է հայտնվել, այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ, ասել եմ ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք, որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ, լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում, որևէ այս մեխանիզմով, եւ հնչել է շատ հստակ պատասխան, այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, նաեւ գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդ ես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Ավարտ, սրանով հիմա եկել են, ել չեմ ասում, այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլի Սերժ Սարգսյանի Սամբյոնից ունեցած ելույթն է։ Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում ընդհանրապես բանակցային գործընթացի, չկա միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ փաթեթը ծայրից ծայր կարդա, իր համար ոչ մի հարց չի ծագի։ Հիմա քիվեստի փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո քիվեստի փաթեթ։ Քիվեստի փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Էդ է քիվեստի գաղափարական հիմքը եւ էլ չեմ ասում դրա կարիքը չկա, ես վերջերս Ազատություն ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով ռեպորտաժ արեց եւ դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն չկա թեմա այդտեղ ընդհանրապես։ Հիմա այդ որ ասում են բանա, հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետեւ հրավիրեմ էլ ինչ։ Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեն, կարդան, պատմեն։ Ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա։